Հայկական ավանդական խոհանոցի հետքերով այսօր գնալու եւ պարզելու ենք Ծանդիլի հնագույն արմատները։ Այս հարցում մեզ օգնության կհասնի Աշոտ Նազելին, ով սիրով հյուրընկալեց մեզ իր տանը եւ պատրաստեց Ծանդիլ ավանդական ուտեստը։ Ծանդիլը տիպիկ հայկական կերակուր է։ Իհարկե տարբեր մեր մարզերում տարբեր կերպ են պատրաստում։ Ես հիշում եմ, որ տատիկս ասում էր, որ իր սկեսուրը ծանդիլը պատրաստում էր առանց յուղի, առանց սոխիերի։ Ես ենթադրում եմ, որ այս սովի տարիներին չի եղել յուղի, չգիտեմ, տարբեր բաղադրիչների պակաս է եղել, եւ ինչ որ տանը եղել է, այն էլ լցրել են եւ պատրաստել են։ Հայկական հողի համը մեկ կաթսայի մեջ։ Հայկական գյուղական խոհանոցում բազմաթիվ ուտեստներ ծնվել են հողից, աշխատանքից եւ կենսական անհրաժեշտությունից։ Այդպիսի ուտեստներից է ծանդիլը, որը շատ վայրերում հայտնի է նաեւ կճախաշ անվանումով։ Ծանդիլը կճախաշն է։ Մեր մոտ ծանդիլ են ասում, լոբի, նույնիսկ կուկուրուզ, սիսեր, ցորեն, կճուճի մեջ կճախաշն է, դա էլ է ծիսական։ Կճուճի մեջ խաշված, կճախաշ։ Բայց դա դնում էին նոր տարուն ամանորին, որ այդ բաները, այդ հատապտուղների տարին լինի, առատ լինի ընդեղենը, լոբու առատ բան լինի, տարի լինի, սիսերի տարի լինի։ Ծանդիլը տարածված է եղել Հայաստանի տարբեր գյուղական շրջաններում՝ Տավուշում, Արագածոտնում, Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի որոշ հատվածներում։ Սա այն ուտեստներից է, որը պատրաստվել է հիմնականում գյուղական պայմաններում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք իր պահեստում մշտապես ուներ լոբի, ցորեն, երբեմն եգիպտացորեն եւ այլ հնդեղեն։ Հատուկ բաղադրատոմս ծանդիլը չունի, քանի որ յուրաքանչյուրն իր ճաշակով ավելացնում է այս կամ այն հնդեղենը։ Ինձ թվում է ամեն մարդ իր մանկության բույրերը, հոտերը հիշում է եւ ճաշերի հոտերը նույնպես։ Իմ տատիկը եփում էր ծանդիլ։ Ծանդիլը ենթադրում եմ եւ հարցումներից հասկացել եմ, որ կոչվել է ծանր ճաշ, այսինքն այս ճաշատեսակը եփել են ձմռան ամիսներին կամ խորը աշնանը։ Եվ քանի որ ես ծնունդով Բաղանիսից եմ, Տավուշի Բաղանիս գյուղից, մեր գյուղը հայտնի է որպես լոբու երկիր եւ լոբով ճաշերը շատ հանրահայտ են։ Ծանդիլը պարզապես ուտեստ չէ, ծանդիլը հիշողություն է, ժամանակի վկա, երբ մարդիկ ուտելիքը չափում էին ոչ թե բաղադրատոմսերով, այլ փորձով, սերնդից սերունդ փոխանցված ձեռքով եւ աչքով։ Ուտեստի մեկ այլ կճախաշ անվանումը հավանաբար կապվում է կճուճում եփվելու ավանդույթի հետ։ Կճուճը դրվում էր կրակի վրա կամ վառարանի մեջ եւ ժամերով դանդաղ եփվում։ Այդ դանդաղությունն է ուտեստի հոգին։ Ծանդիլը չի շտապում։ Տատիկս հիշում եմ, որ այս բոլոր բաղադրիչները, լոբին, ձավարը, եգիպտացորենը, ես ուղղակի այսօր ավելացրել եմ նաև ոսպ, իհարկե կարելի է իմպրովիզ անել եւ լցնել նաև սիսեր, ոլոր, լոբազգիներ, գումարած ձավար եւ եգիպտացորեն։ Խառնում էր, դնում էր կաթսայի մեջ եւ մարմանդ կրակով միջև լույս եւ եփվում, խառնվում էին այս բոլոր հոտերը։ Եվ մենք բոլորս առավոտյան արթնանում էինք ծանդիլի անուշ հոտից։ Ես այսօր ուզում եմ վերականգնել իմ տատիկի եփած այդ հրաշալի կերակուրը, որ հիմա աչքերս փակում եմ եւ հիշում եմ այդ հոտը, երբ որ աչքներս բացում ենք, ասում ենք՝ «Բաբո, ծանդիլ ես եփել»։ Ծանդիլի հիմնական բաղադրիչները խորհրդանշական են հայ գյուղացու համար։ Լոբու խորհրդանիշը ուժն է, ցորենինը կյանքը, եգիպտացորենինը դիմացկունությունը։ Գիշերվա ընթացքում հատիկեղենը դրվում էր ջրի մեջ, փափկելու, կենդանանալու համար։ Ես առաջարկում եմ օրինակ այս ծանդիլին ավելացնել նաև սիսեր, ոլոր, որովհետև լոբազգիները հայկական խոհանոցում շատ լավ սիրուն տեղ են գրավում, շատ համով կլինի։ Ենթադրում եմ օրինակ ես սոխիեր եմ անում, կարակով եմ անում եւ անպայման մի քիչ սխտոր եմ անում, որովհետև ես տեսել եմ, որ մեր մեծերը սիրում են լոբազգիներով ճաշերի մեջ սխտոր ավելացնել։ Իհարկե նաև այլ համեմունքներ կարող ենք ավելացնել։ Ես այսօր բերել եմ նաև նոյեմբերյանի սարերից օրինակ վայրի ցիտրոն է կոչվում սա, կամ վայրի սամիթ են ասում, կամ չաման են ասում, տարբեր կերպ են ասում, տարբեր գյուղերում տարբեր կերպ են ասում։
Ծանդիլի այս տարբերակը եփվում է առատ յուղով եւ սոխարածով, որին ավելացվում է մի փոքր ալյուր, կարմիր պղպեղ որպես համեմունք։ Փոքր-ինչ խառնելուց հետո ավելացվում է լոբին, ոսպը, կարելի է նաեւ այլ լոբազգիներ։ Մի լավ խառնվում է, որից հետո ավելացվում ցորենն ու եգիպտացորենը։ Ավելացվում է ջուր եւ համեմունքներ ըստ ճաշակի։ Օրինակ ես հիշում եմ, որ տատիկս կերակուրը պատրաստում էր, բայց ժամանակ առ ժամանակ մտնում էր բոստան, բերում էր կծու տակտեղը, ավելացնում էր, հետո գնում էր կանաչիներ քաղում, լվանում էր, այսպես թափ տալով բերում էր, կտրատում էր։ Դրանք բոլորը հիշողություն են եւ անպայման քթի տակ դնդնալով եւ այլն։ Սրանք բոլորը կոլորիտայի շատ գեղեցիկ հիշողություններ են, որ մնացել է իմ մեջ եւ անկախ ինձանից առանց մտածելու ես այսօր էլ այդ կերակուրները այդպես եմ պատրաստում։ Սա ինչ է նշանակում, որ գենետիկ մտածողությունը խոհանոցային արվեստի մեջ փոխանցվում է տատիկից թոռին։ Ես հիմա արդեն ինքս տատիկ եմ, բնականաբար իմ թոռը տեսնում է ինչպես է տատը շերեփը ձեռին դնդնալով, սիրով պատրաստում է սերը առիր ընտանիքը, առիր թոռները եւ ճաշ անպայման հայկական ժողովրդական համով հոտով ճաշ է ստացվում։ Կտրատած թարմ կանաչին ծանդիլին յուրահատուկ համ է հաղորդում, եփվում է կաթսայի կամ կճուճի մեջ։ Ավանդական ծանդիլը մատուցվում է տաք։ Անուշաբույր այս ուտեստը եղել է կարևոր, հատկապես ձմռանը, այն տաքացրել, հագեցրել եւ ուժ է հաղորդել աշխատանքի համար։ Մեր տոնատիսական կերակրատեսակները ընդհանրապես մի չքնաղագույն երևույթ է, չքնաղագույն եւ ես ամեն անգամ ուզում եմ այսպես ծնկի գալ եւ ասել շնորհակալություն մեր տատիկներին, որ դրանք պահպանեցին։ Ուղղակի ծնկաչոք ես շնորհակալություն եմ ասում։ Դրանք մեր խոհանոցի մատենագրերն են։ Ծանդիլը ուտեստ է, որը չի գրվում, այն հիշվում է, այն պատկանում է ոչ թե ռեստորանին, այլ հայկական օջախին։ Այն պատմում է մի ժամանակի մասին, երբ քիչը բավարար էր, իսկ ապրուստը ազնիվ։ Ծանդիլը հայկական հարուստ եւ բազմադարյա խոհանոցի լուռ վկաներից է, եւ հենց այդ լռության մեջ է նրա արժեքը։ Այնպես որ հիշեք, որ հայկական խոհարարական աղբյուրներում ծանդիլը հիշատակվում է որպես սննդարար ուտեստ, հատկապես գյուղական բնակավայրերում։ Հայկական ընտանիքներում այն պատրաստվել է այն ժամանակահատվածում, երբ մսի պակաս էր նկատվում կամ էլ ծիսակատար օրեր էին։ Ուտեստը համարվում է առողջարար եւ սննդարար, այն բուն հայկական է։ Կիսվեք այս տեսանյութով, թող աշխարհն էլ իմանա։